Բարի երեկո, սիրելի հետևորդներ, հույսով եմ լավ եք։ Եկել եմ այսօր շնորհավորեմ հայ մայրերին, մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ եւ ամենամեծ մաղթանքս հայ մայրերին այն է, որ ոչ մի հայ մայր այլևս չարերեսվի պատերազմի դաժան իրականության հետ եւ ոչ մի հայ մայր չկորցնի իր զավակին եւ չսքա նրա մահը։ Եվ ցանկանում եմ անդրադառնալ ուրեմն Հայաստանի Հանրապետության մուխալիֆեթին ի գլխավորություն եռագլուխների Ռոբերտ Քոչարյանի, Գագոյ Ծառուկյանի եւ Սամոյ Կարապետյանի։ Իմիջայլոց հարգելի հետևորդներ, անկեղծ ասած շոկ եմ ապրել։ 2.5-3 միլիոնանոց Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեջ էս ինչքան մարդ էր այսօր հավաքվել Տաշիր Սամոյի միտինգին, ես շոկի մեջ եմ, անկեղծ եմ ասում։ Էդ ասաղ մեր գեղի ժողովուրդ հմեն եկածին Տաշիր Սամոյի միտինգներ կիշկին, հմեն եկածին Տաշիր Սամոյի պահանջով 400 գլուխ օղչար հավաքվեր էր ազգային ժողովի դեմն, 400 գլուխ օղչար, որից 15 հոգին ֆիքսված Ղարաբաղցի էին, որ եկել էին փողով։ Հիմա անդրադառնամ այդ փողով միտինգ եկած Ղարաբաղցիներին։ Այ Ադրբեջանի քաղաքացիներ, ձեզ ընդհանրապես ուղղա թույլ տվել Հայաստանի Հանրապետությունում դուք միտինգ կազմակերպեք։ Ով ընդհանրապես ձեզ այդ իրավունքը տվել։ Ընդհանրապես դուք չեք ամաչում փողը վերցնում եք այսօր մեր վճարած հարկերի հաշվին, պետության հաշվին ապրում եք, փողը վերցնում եք, թքեմ ես ձեր երեսին, ձեր 15 հոգու նկարներն էլ հատ-հատ շարելու եմ Facebook-ում։ Համբեր եք հələ, ձեզ ընտանիքով խայտարակ եմ անելու, դուք պետք է փողոց այն Բաբայան Սամոյի նման գետինը մտնեք փողոց դուրս գալով։ Չեք ամաչում դուք ձեր հոգին, մարմինը ինչ կա չկա վաճառել եք։ Այդ ինչ մե հզոր միտինգ էր, ես շոկի մեջ։ Ընդհանրապես չկարամ բացատրեմ իմ զգացմունքներ։ Մտածեմ քսեմ Նատալի ջան, այսքան աշխատանքից հետո Նյուժելի Տաշիր Սամոն կրծավ այդքան մարդ հավաքեր, 400 գլուխ ոչխար։ Իմ ալ կրծավ այդքան մարդ հավաքեր։ Այս ինչ հզոր միտինգ էր։ Փաստորեն Ալեքսանդր հալուցինացիաների մեջ է մեկ գնգի, այդ մարդ ուրանշուրջ հավաքելու պատճառով է գնգի հալուցինացիաներու մեջ։ Հեսօր էլ թե բա ես ռուսական ագենտ չեմ։ Շատ լավ, արի ապացուցի, որ դու ռուսական ագենտ չես։ Կամ օրինակի համար ուբիդի տարա, որ այն Ռուսաստանի անձնագիրը, որ հանրայնացնել եմ, քո հետ ընդհանրապես կապ չունի։ Այ մումուսիկ, պուպուսիկ, Ալեքսիկ։ Թե բա ես ընդհանրապես Ռուսաստանի հետ կապ չունեմ։ Ինձ Ալեքսանիս ասում եք ռուսական ագենտ, ես մե հայրենասեր տղա, ամբողջ կյանքս ապրել եմ Հայաստանում, ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, դուք ինձ կսեք ռուսական ագենտ, այն ներմուծված թերաշամանուկ, այսօր ձեր վառ պատկերը մենք տեսանք 400 գլուխ ոչխարների հետ, էտը տենց, հիմա անդրադառնամ Տաշիր Սամոյին, թե բա կոչ ենք անում Ռուսաստանին գազը թանկացնել ՀՀ-ում, լուրջ ես ասում, ՀՀ-ն էլ ատենց վախեցավ ձեր գազը թանկացնելուց, Տաշիր Սամոյ, Հայաստանի Հանրապետությունը այլևս ունի այլընտրանք, ոնց ենք այլընտրանք բենզին ստանում Ադրբեջանի Հանրապետությունից, այդ այնց այլընտրանք գազ կստանանք Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն, ու հիմա իմ մոտ հարց է առաջացել, այդ ախմար, դու ասենք որպես մարդ, որպես քեզ դրել ես քաղաքական գործիչի տեղ, դու քաղաքական գործիչ ես, դու քաղաքական գործիչ ես, քաղաքական գործիչ, դու քեզ հարց տվել ես, ասենք օրինակ սենց մի բան, Լևոնի թիվ տեսած հայ ժողովուրդն
Սամոյ, Լևոնի թիվ տեսած հայ ժողովուրդը ընդհանրապես կհարմարվի, որ Ռուսաստանի գազի կրանթն մի քանի ամիս փակվի։ Իհարկե կհարմարվի։ Այսօր որ այդ ժողովրդին ասես Ռուսաստանից եկող գազի կրանթը փակում ենք, 4 ամսից գազ կունենակ հարևան երկրներից, մեծ սիրով կփակեն։ Так что այդ մանիպուլյացիա դեր չաշխատավ, տաշիր սամոյ։ Այսօր վարչապետը ճիշտ ասեց, որ ասեց, եթե դուք կարողանաք ձեր գրած տեքստերը կարդաք, կասեմ, որ դուք ուժեղ տղերք եք։ Տաշիր սամոյ, ինչ որ ենա մեր թարաֆի արզականցյան եղի։ Նատալյան գրա դնա դեմ ես թերքիշկա ինչա գրե ու էլի այդ գրուկն էլ դաժե սխալ կարդա։ Ես վստահ եմ, որ GPT chat-ի գրուկ տեքստեր դու անգամ չկրնաս կարդաս, Սամոյ, դու արմենած երկիր ղեկավար ես։ Հենա Քութայեր 35 տարի ղեկավարին որ Թալին ոտերներուն մկել չկրնան տեկիս դուսկան։ Ճակատագիրն ու կյանքը հենց այնց չի, տաշիր Սամո մարդու կյանքում ինչ որ բան բերում։ Եթե այդ հին ժամանակներում դու որոշել ես մեզնից խլես կրկեսը ու տարիներ շարունակ գովազդային հոլովակներով կրկեսի վրա գումարներ աշխատես ու մենք մեր երեխաները այդ ցիրկից ուրեմն չկարողանանք գնալ եւ դիտել ոնց որ չունենանք այդ հնարավորությունը զրկվենք ցիրկ գնալու հնարավորությունից դու այսօր բաց տեքստով Բուլկիների, Ալեքսանդերի ուրեմն գլխավորությամբ այդ ցիրկը մեր համար ապահովում ես։ Բրավո քեզ, սենց ավելի հետաքրքիր ցիրկ մենք չէինք կարող տեսնել։ Հա, մեկ էլ անդրադառնամ մի հատ կոմենտի, ուրեմն այն մի Facebook էջից մեջ ժողովուրդ ջան։ Այս տաշիր Սամոյ Ալեքսանի fake էջերով, Ալեքսանն ես դու գրա։ Անցի գրե սութն մերի որ դու 89 թիվ ես, դու իմ տատու թայ 50 տարեկան կնիկ ես։ Գիտեք ինչ եմ ուզում ձեզ ասեմ։ Ես իսկապես 89 թիվ եմ եւ ասեմ ավելին։ 50-ում եմ նույն տեսքը ունենալու։ 60-ում եմ նույն տեսքը ունենալու։ 70-ում եմ նույն տեսքը ունենալու, 80-ում էլ եւ ընդհանրապես ես շատ երկար ապրելու եմ, շատ երկար։ Էլ բան չունեք կպնելու տարիքիս եք կպնում, սա աշխարհը գիտի ես քանի տարեկան եմ։ Ձեր օպերացիա արած բաջիների հետ ինձ չշփոթեք։ Անկամ ասեմ շատ հետաքրքիր բան զարմանակ այս սիրունքիթը տեսնում եք, դաժե այդ քթի վրա մի հատ շտկում արած չկա։ Так что ես հասկանում եմ, որ Աստված ինձ բնությունից շատ բան ա տվել, շատ, ես շնորհակալ եմ Աստված ջան, դա մեծամտություն չհամարես։ Բայց ինձ ձեր կողքի կանանց հետ մի շփոթեք, այն որ տարին մեկ մեծ գումարներ եք տալիս ռեմոնտի համար, բայց հոգիներն այնքան կեղտոտա, որ ոնց սատանականը տենց էլ սատանա շեյթան մնացել է։ Так что Ալեքսան, տաշիր Սամո, չնայած Ալեքսանն այդքան չկա, որ իրան դիմեմ, տաշիր Սամո, փստինքներիդ իմ տարածքից հավաքի։ Я очень опасный человек, очень։ Ու զգուշացում։ Ես ձեր համար ժողովրդավար մեծահոգի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեմ։ Այն օրը կգցեմ կփոշմանեք, որ ծնվել եք։ Ու սրբերին աղոթեք, որ Նիկոլ Փաշինյանը հարատև լինի, որովհետև ու ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ճիվերը սարքեք զանգուլակ, որ թալիսման կախեք ձեր վզից, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանը ձեզ բանտարկել է Հայաստանի Հանրապետությունում եւ թողում է, որ գոնե շնչեք։ Այ որ դուրս թողի Ադրբեջան պետությունը մի անգամից ձեզ կհավաքի այսպես բրծուճկանի։ Ռուսաստանը ձեզ կոչնչացնի։ Նիկոլի ճիվերը սարքեք զանգուլակ, կախեք ձեր վզից որպես թալիսման ու Նիկոլի համար աղոթեք։ Գոնե Հայաստանի Հանրապետությունում կյանքը կվայելեք խորձերությունում, չեք փդի բերթերում։ Այսօրվա համար հələ որ այսքան է։